Դեղորայքից կարող են հոդացավեր առաջանալ։ Այո, լինում են դեղորայքներ, որոնք կարող են բերել հոդացավեր։ Որոնք են այդ դեղորայքները եւ ինչ կողմնակի ազդեցություն ունեն։ Շատ հաճախ գիտեք ոնց օրինակ քիմիոթերապիայի ժամանակ լինում են հոդացավեր օնկոլոգիական հիվանդների մոտ, շատ ցավով ասում եմ, նաեւ լինում են այդ հակադեպրեսանտները կարող են։ Այո, հակադեպրեսանտները ունեն կողմնակի ազդեցություն երկարատև ընդունման ժամանակ իրանք կարող են տալ հոդացավեր, խոլեստերինը իջացնող դեղորայքները, եթե մեծ չափաբաժնով եւ երկարատև խմում են, կարող են տալ ինչ-որ տեղ նաեւ մկանացավեր, մկանային թուլություն եւ այլն, տարբեր այդ կրծքագեղձի քաղցկեղի դեմ ընդունվող պրեպարատները կարող են տալ նաեւ հոդացավեր։ Այս դեպքում ինչ անել։ Դե այս դեպքում գիտեք ինչ ենք անում, եթե օրինակ օնկոլոգ ուղղորդում է ռևմատոլոգի մոտ, մենք արդեն խորհրդակցում ենք օնկոլոգի հետ, եթե հնարավոր է փոխել դեղը, փոխում ենք, եթե հնարավոր չէ, ուրեմն նշանակում ենք ինչ որ սիմպտոմատիկ բուժում, իհարկե հետազոտում ենք, որ տեսնենք տակը հիմքում չլինի ինչ որ լուրջ հիվանդություն, բորբոքային, եթե ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ նորմալ է, պարզում ենք, որ դա դեղի ազդեցությունն է կողմնային, սիմպտոմատիկ բուժում կամ արդեն օնկոլոգը, եթե հնարավորություն կա, փոխում է դեղորայքը։ Իսկ հակադեպրեսանտները հանելով հոդացավերը Դե գիտեք, դա արդեն պետք է հիմնական բժիշկը որոշի, ով որ նշանակել է այդ հակադեպրեսանտը, կարիքը կա փոխելու թե չէ։ Մենք պետք է խորհրդակցենք եւ աշխատենք թիմային։ Պետք է անպայման ռևմատոլոգը եւ բոլոր մասնագետները ինձ թվում է պետք է թիմային աշխատեն։ Բայց շատ հաճախ պատահում է, որ մարդիկ իրարիներով, այո, ինքնաբուժությամբ զբաղվելով հակադեպրեսանտներ են խմում եւ վերցնում են կողմնակի ազդեցությունը հոդացավն է։ Այո, հոդացավն է եւ ինքը ինքնուրույն հանում է այդ դեղը եւ կարող վիճակը ավելի վատթարանա։ Իհարկե խորհուրդ չեմ տալի ինքնաբուժությամբ մի զբաղվեք, ինքնուրույն դեղեր մի ընդունեք եւ մի հանեք, եղեք ձեր բժշկի հետ կապի մեջ, պարտադիր։